Նախ եւ առաջ կուզենայի անդրադառնալ եւ շեշտել պետական ռեսուրսի աննախադեպ կիրառումը եւ չարաշահումները, որոնք եղել են ամբողջ քարոզարշավի ընթացքում, մենք բազմաթիվ օրինակներ ենք ներկայացրել եւ ընդդիմադիր ուժերը եւս իրենց ամբողջ քարոզարշավի ընթացքում ներկայացրել են կոնկրետ դեպքեր, թե ինչպես է պետական ռեսուրսը, վարչական ռեսուրսը օգտագործվել քաղաքացիական պայմանագիր կուսակցության կողմից քարոզարշավի ժամանակ եւ նաև ներկայացվել են ապացույցներ կենտրոնական ընտրական հանձնաժողով, ես ցավում եմ, որ այդ ապացույցներին հանձնաժողովը այդպես էլ անդրադարձ չկատարեց, ինչպես որ պետք է աներ ըստ օրենքի։ Օրինակ դրսևորումներից մեկը այն էր, որ հիշում եք, հրապարակեցինք մենք ձայնագրություններ, թե ինչպես են տարբեր ուսումնական հաստատությունների ղեկավարներին ստիպում, որպեսզի մարդկանց հավաքագրեն, ուսուցիչներին հավաքագրեն եւ տանեն քաղաքացիական պայմանագիր կուսակցության հավաքներին եւ դրա մասին հաղորդում ներկայացրեցինք մայիսի 18-ին Հայաստանյան գլխավոր դատախազություն, չունենք այս պահին որևէ արձագանք եւ ընթացք այդ գործի մասին։ Տարբեր համայնքներում եւ մոտ 2 տասնյակի հասնող օրինակներ են դարձյալ ներկայացել հանձնաժողովին, այն համայնքներում, որտեղ քաղաքացիական պայմանագիրը ավականի է ձևավորել եւ ունի համայնքի ղեկավար, ընդունվել են որոշումներ համայնքի ավականու կամ համայնքի ղեկավարի մակարդակով նախընտրական քարոզարշավի ժամանակ, օրինակ տարբեր քաղաքացիների անհատույց գույք տրամադրելու, նվիրատվություն իրականացնելու, ֆինանսական օժանդակություն տրամադրելու, գույքահարկից եւ այլ պատասխանատվության այլ միջոցներից ազատելու վերաբերյալ եւ այդ անձին գնացել են ընտրատեղամաս։ Երբ որ համեմատում ենք տվյալները, ուրեմն գրանցամատյանների, ընտրության ժամանակ այդ ստորագրությունների հետ քաղաքացիների կողմից տրված, մենք տեսնում ենք, որ այն անձինք, ովքեր որ ստացել են այդ գույքերը, նրանք ազատվել են որոշակի հարկային պարտավորություններից, հետագայում նաև մասնակցել են ընտրություններին։ Սա կոնկրետ տենդենցիա է, եւ սա միայն մեկ օրինակ է։ Գիտեք, հանձնաժողովը երբեմն այսպես հայտարարություններով հանդես է գալիս, որ այ չկա որևէ բացահայտում, չեք դիմել, ժամանակ ունեի, կարող եք դիմել, այստեղ լեգիտիմ հարց է առաջանում։ Նախընտրական քարոզարշավը քաղաքական ուժերի համար իրենց ծրագրերը եւ իրենց մոտեցումները ներկայացնելու ժամանակահատվածն է։ Քաղաքական ուժերը չպետք է ընկած լինեն իրավախախտումները բացահայտելու գործիքներ կամ գործողություններ իրականացնելով։ Դա պետության պարտականությունն է, իրավապահ մարմինների պարտականությունն է։ Եթե կներեք, բայց եթե կուսակցությունները պիտի այդ ամբողջ 25 օրվա կամ 30 օրվա ընթացքում քարոզարշավի իրենց ուժերով ընկնեին ու բացահայտեին այս բոլոր իրավախախտումները, ինչի համար են ուրեմն իրավապահ մարմիններն ու պետական ապարատը, մի քանի հազար աշխատակից ունեցող պետական ապարատը։ Եվ մենք կոնկրետ օրինակներով ենք ցույց տվել այն տենդենսը, այն ալիքը, որը եղել է ամբողջ քարոզարշավի ընթացքում։ Այո։ Անվավեր ճանաչել եւ վերակրարկություն նշանակելու։ Չէ, այնտեղ կետեր կան, որտեղ որ ուրեմն սահմանադրական դատարանը անվավեր ճանաչելուց հետո ինչ գործողություններ է իրականացնում, մանդատների նոր բաշխում եւ եթե չեմ սխալվում, այո, եւ երկրորդ փուլի նշանակում ընտրությունների։ Անվավեր ճանաչվի կենտրոնական ընտրական հանձնաժողովի ազգային ժողովի ընտրությունները կայացած համարելու եւ մանդատների բաշխման վերաբերյալ հունիսի 14-ի որոշումը։ Եվ մանդատների նոր բաշխման նոր հակսահմաններ։ Տեսեք, դա սահմանադրական դատարանի լիազորությունն է, թե ինքը որ լիազորությունը կկիրառի, այդ կախված կլինի սահմանադրական դատարան։ Այս պահին թույլ տվեք դրա մասին, այսպես նաև տակտիկական առումով շատ չբացահայտել, որովհետև մենք ունենք բացի սահմանադրական դատարան դիմելուց այլ մի քանի այլ իրավական ընթացակարգեր, որոնց մասին 1-2 օրվա ընթացքում հայտարարությամբ հանդես կգանք, դարձյալ այս պահին նպատակահարմար չենք համարի դրա մասին բարձրաձայնելը։ Սոցիալական եւ աշխատանքային կախվածության օգտագործումը, ուրեմն հավելավճարները, որոնք որ բաշխվել են պետական ծառայողների նախընտրական process-ի ընթացքում, աննախադեպ են եղել իրենց ծավալով, անգամ միլիոնների հասնող պարտիավճարներ են, եւ սա եւս պետական ռեսուրսի օգտագործում է։